Հասավ ուզածիդ։ Ստեղ եմ։ Ինչ պիտի անես, սպանելու ես, սպանի։ Եթե անկես, դեռ չեմ որոշել հետ ոնց եմ վարվելու, բայց կարես իմանաս, որ դու իմ համար առաջին թշնամիներից մեկն ես, հետ մեկը հաստատ։ Ես քեզանից չեմ վախենում, ու երբեք էլ չեմ վախեցել։ Դու բացի սպանելուց, ոչ մի բանի ընդունակ չես։ Դու այդ հերթական անգամ կհամոզվես, երբ որ քո աչքերով տեսնես Վռամի դիակը։ Հանգիստ թող Վռամին, ինչ ես ուզում, ինչ ա քեզ արել, ինչ ես ատում, ինչ ա արել քեզ այդ տղեն։ Դու դեռ հարցնում ես Վռամի ինչ ա արել, շատ խորը սիրահարված ես Եվա։ Ինձ սպանի հանգստացի, ինչ ես ուզում, ինձ սպանի այդ տղուն հանգիստ թող։ Ես գիտեի, որ դու պատրաստ ես տենց հերոսական բաների, արդո տարեք Եվային։ Ուր եք տանում։ Ուր եք տանում։ Քո հետ եմ ուր եք տանում։ Թող ես կգնամ, թող ասում եմ։ Ինչ ես ինձ տեղ բերել։ Դու գիտես ես ում գերեզմանն է։ Քեզ եմ հարցնում Եվա։ Դու գիտես ես ում գերեզմանն է։ Էս իմ ու քո հոր գերեզմանն է, որին սպանել է քո սիրածը, ում որ դու թաքցնում ես մեզանից։ Գիտես այդ անասանին ինչ եմ անելու։ Ես իմ ձեռներով երկու աչքը հանելու եմ։ Վռամը չի սպանել։ Պապային Վռամը չի սպանել։ Իմ ու քո հորը սպանել է Վռամը։ Պետք է ապացուցել կարիք չունի։ Ես քեզ վերջին անգամ եմ խնդրում։ Վերջին անգամ։ Ես գիտեմ, որ դու ինձնից արես ես թեքել։ Գիտեմ, որ ես էլ քո քուրը չեմ։ Բայց հանուն մեր մամայի։ Հանուն մեր մանկության։ Հանուն բոլոր են լավ օրերի, որ ունեցել ենք։ Ես քո հետ կապված ոչ մի շղություն չունեմ։ Դու ինձ ոչ մի բան չխնդրես։ Դու իմ մոր անունը չտաս, որովհետև դու դրա իրավունքը չունես։ Մեր ընտանիքը քո համար վերացած է։ Դու մեր ընտանիքից ոչ ոքի անունը տալու իրավունք չունես։ Ես քեզ պետք չեմ, թող գնամ։ Թող գնամ, Առնա։ Դու ինձ շատ ես պետք։ Դու չգիտես ինձ ինչքան ես պետք։ Դսի ես քեզ ինչ եմ արել։ Ընդամենը սիրում եմ։ Դու չես սիրում։ Ձենդ կդրի։ Ես չեմ ուզում քո սենտիմենտալ զգացմունքների մասին լսեմ։ Առավել ևս Վռամի հանդեպ։ Թող գնամ։ Խնդրում եմ։ Ինձ հանգիստ թող, թող գնամ, Առնա։ Թող գնամ։ Ես քո քուրն եմ։ Ես քուր չունեմ։ Ես դավաճաններին չեմ ներում, երբեք։ Արդո տարեք Եվային։
Փակում եք սենյակում։ Կարվի ոնց ասում ես Արնո։ Դու գլխավոտ ես պատասխան տալու Արտո։ Գնացինք Եվա։ Ուտում եմ չես։ Թող ես կգամ, թող։ Ոնց ես։ Ճամպրուկային տրամադրությունը մոտդ։ Դե հա տենց է ստացվում։ Ինչ հյուրասիրեմ քեզ։ Ոչ մի բան եկել եմ քեզ օգնեմ։ Առանձնապես օգնելու բան չկա։ Մի քանի բան եմ վերցնում, որովհետև մի օրով եմ գնում։ Ինչ որ բան է եղել արամ, մի տեսակ ես։ Չէ, ուղղակի անհանգստանում եմ։ Ուղղակի չգիտեմ ինչից է այդ անհանգստությունը։ Դե արամ բնական է, երկար ճանապարհ գնալուց առաջ որ անհանգստանում ես, այդ նորմալ է։ Դե հա, հնարավոր է։ Մի բան անցավ մտքովս։ Ինչ։ Մտածում եմ ես էլ կամ քո հետ։ Չէ։ Ինչի արամ։ Ուրախ կանցնի ճանապարհը, համ դու չես անհանգստանա, համ էլ ես տեղ մենակ չեմ լինի։ Ան նենց ես ասում, ոնց որ մի քանի տարով եմ գնում։ Վաղը գնում եմ ամենաուշը մյուս օրը գամ։ Հա ինչ կապ ունի արամ։ Անմին եղացի, բայց չէ։ Ես կգնամ գործերս կկարգավորեմ ու կգամ։ Լավ։ Արնո ջան։ Մամ ջան, ոնց ես։ Լավ եմ Արնոս։ Ինչ կա։ Դու ասա տղես։ Մամ։ Դու նորի։ Ընկերուհուս մոտ եմ Արնո։ Դու գիտես, որ ես այստեղ ինձ լավ եմ զգում։ Հիմա շատ բան է փոխվել։ Ես ուզում եմ որ գաս դու։ Ինչ է փոխվել։ Հիմա Եվան տանն է։ Ես ուզում եմ որ գաս։ Ճիշտ ես ասում Արնո։ Բա ինչի ինքը չի զանգում, հա։ Երկար պատմություն է, կգաս կպատմեմ։ Ամեր թորդ էլ է արդեն տանը, Ալյոնան։ Կգաս որ ծանոթանաս թորանատ հետ։ Լավ մամ, հիմա մարդ կողարկեմ հետևիցդ որ գաս դու։ Չէ, տղաս, ես կգամ, դու մի անհանգստացի։ Արի մամա, որովհետև հիմա տանը շատ պետք ես։ Արդեն պարզ է, որ Եվան չի գալու։ Սենց քեզ մնալը վտանգավոր է։ Մի բան պետք է ձեռնարկենք։ Կար Արնոյի տոզիկները հիմա շենքի մոտ մեզ են սպասում։ Որ դուրս գանք հաստատ դրանց ձեռն ենք ընկնելու։ Իսկ ես ավելի լավ աստեմ մեռնեմ, քան դրանց ձեռ ընկնեմ։ Ինչ ես խոսում։ Գիտեմ ինչ եմ ասում։ Քո հայացքից զգում եմ, որ վիճակը սանույս է։ Ես տեղ երկար չեմ ձգի։ Դրա համար էլ ասում եմ, որ պետք է հիվանդանոց գնանք։ Ուրիշ տարբերակ չկա։ Հասկանում ես, որ հիմա եթե ես իջնեմ դերերի, իրանք մեկա ներքևն են։ Ինձ էլ կբռնեն։ Դրա համար ավելի լավ է իրար հետ իջնենք, իրար հետ գնանք հիվանդանոց։ Հետո հիվանդանոցում ավելի ապահով կլինի։ Հա։ Ապեր հիվանդանոցում շատ հարցեր են տալու։ Հա հասկացանք, բայց ես էլ բժիշկ եմ։ Ես պարտավոր եմ ամեն ինչ անեմ քեզ փրկելու համար ախր վրան։
Ու հետո քեզ չեմ էլ հարցնում։ Անում եմ այն, ինչը ճիշտ եմ համարում։ Ու քեզ անհապաղ հոսպիտալացնել է պետք։ Ուրիշ տարբերակ չկա, արդեն շատ ուշ է։ Մեր պայմաններում, ստեղի պայմաններում քեզ չեմ կարող օգնել, վրան։ Ես չեմ ուզում այս շների ձեռն գնամ։ Իսկ ես չեմ նայելու ոնց է անկերս մեռնում։ Ու դրա համար ես ոչ մի բան չանեմ, որ փրկեմ։ Մի խոսքով գնում ենք։ Դու էլ գիտես, որ չեմ կարող։ Գնում ենք ու վերջ։ Հիմա կզանգեմ ընկերոջս կգա կտանի մեզ։ Մեզ երրորդ մարդ պետք չի։ Անում եմ այն, ինչը ճիշտ է։ Կսպասենք մութը կընկնի, կիշտենք կգնանք։ Ես ինչի չի պատասխանում։ Մութը ոչ մեզ օգնելու է, ոչ էլ իրանց խանգարելու է։ Վռան մեկա պետքա գնանք։ Թող ասում եմ։ Թող մի հատ։ Մեր ամբողջ տունը քո ձենին կարոտել էր Եվա։ Ո՞ց թողը։ Արմա ի՞նչ ես անում։ Թող։ Սերես։ Կարող եք ես իմ դավաճան քույրիկի պաշտպանես։ Դու չես կարա ինձ զորով պահես։ Դու այդ իրավունքը չունես, հասկացար։ Դու չես կարող իմ հետ քո իրավունքներից խոսես, որովհետև դու դավաճաններս քո սիրելի աղբոր։ Ես քեզ ատում եմ։ Ու այնքան ուժեղ, որ չես էլ կարա պատկերացնես։ Իրավունքներիդ մասին կարաս գնաս բողոքես իրավունքներիդ պաշտպանին։ Եթե իհարկե այստեղից դուրս գալուց հետո նրան ողջ գտնես, որովհետև ես եմ սատկացնելու իմ ձեռներով։ Ես այդ օրը թույլ կտամ, որ տնից դուրս գաս։ Երբ որ վռամը սատկի, այդ մեր ընտանիքի համար հատուկ առիթ կլինի։ Անասուն։ Ես երազում եմ այն օրվա մասին, երբ որ դու մեռնելու ես, հասկացար։ Երբ որ պատասխան ես տալու սաղարացներիդ համար։ Մի քիչ երկար կսպասես։ Գնա։ Տարեք իր սենյակ։ Թող։ Մանու ինչ է եղել։ Ինչ է գորգորում։ Թողեք։ Այս ինչ է կատարում։ Ինչ ես անհանգստանում։ Ես մեր ընտանիքի համար պատմական նշանակության բան եմ արել։ Քո մոլորված աղջկան վերադարձրել եմ տուն։ Առնո դու աղջկաս հետ այսպես վարվելու իրավունք չունես, հասկանում ես։ Ես պիտի վերադաստիարակեմ քո երեխուն։ Ինչ է արել Եվաս։ Ինչ է արել։ Քո թշնամին կարծեմ վռամնա, չէ։ Իսկ դու Եվայից ես պատժում, ինչի համար։ Ինքը վազում է մի մարդու մոտ, ով սպանել է իմ հորը, ով մահափորձ արել քո տղու, քո հարսի վրա։ Էլ չեմ ասում, որ գողացել է քո թորնիկին։ Թորնիկիս, հա։ Իսկ դու հիմա ինչպես ես վարվում աղջկաս հետ։ Առնո, դու լրիվ բանականությունից դուրս ես եկել, հասկանում ես, հաշիվ չես տալիս արարքներիդ համար։ Էս ինչ է կատարվում։ Սիրելի մայրիկ, գիտես ինչի վրա եմ զարմանում։ Անենց ես խոսում, ոնց որ ես քո երեխեն չլնեմ, որ Էվանից վնասում է, դու երբեք այդպես չես խոսում դրա մասին։ Առնո, ես քեզ միշտ պաշտպանել եմ, փոքր ժամանակ էլ, քո վայրենություններով բոլորին անհանգստացնում էիր, բակի երեխաներին, ընկերներիդ, դասարանցիներիդ, ես միշտ առիթ էի փնտրում, միշտ պաշտպանում էի քեզ, մտածում էի դեռ փոքր է, կմեծանա, մտածում էի անցման տարիք է, կմեծանա, կհասունանա ու կանցնի, բայց չէ, դու իսկական հայրդ ես, նրա բոլոր բնավորության գծեր անցել են քեզ, դու չես փոխվի։ Մամ, ես շատ լավ գիտեմ ինչու ման։ Ես գիտակցում եմ իմ բոլոր քայլերի լրջությունը։ Առնո, դու քեզ լրիվ կորցրել ես։ Դու չես գիտակցում, թե ինչ ես անում։ Ես հիմա եմ հասկանում, թե Արփին ինչի չէր ուզում քեզ հետ մնալ։ Մամ։ Ես քեզ էլ ասելու բան չունեմ։ Ես էլ քեզ ասելու բան չունեմ։ Իմացի, որ ինձ ես փակում այդ սենյակում։
Հասամ։ Արամ ինչ կա։ Բան չի ուզում տանից դուրս գամ։ Բախտս վեց տոմս գտա։ Դու ասա ինչ կա։ Արամ Ինչ է եղել։ մահացավ։ Ինչ։ Ինչ։ Կոմայից դուրս էր եկել։ Բժիշկն էլ էր մտածում, որ դեպի լավը կգնա։ Բայց սիրտը չդիմացավ։ Ինչ է եղել։ Տիկին աղա։ Ալյոնա, էսի սիրունակ չիկա, էսի չամովն ես, Ալյոնա։ Հա, իրոք շատ համովն է։ Արդեն իմ ընկերուհին է դարձել։ Ես միայն ուրախ եմ, որ դուք արդեն լեզու եք գտել։ Երեխան ուղղակի մի քիչ վախեցած է։ Ինձ թվում է շատ բանի միջով է անցել։ Որ իր աղջիկը դժվարությունների կամ շատ բաների միջով անցել, այդ չի նշանակում, որ Առնոն պիտի փակի տակ պահի իմ աղջկան։ Արփի, ես սա չեմ հանդուրժի, այսպես չի կարելի։ Գիտեմ։ Բայց ինձ թվում է միայն դուք կարող եք Առնոյին համոզել, որ Էվային դուրս թողի սենյակից։ Փորձել եմ արդեն։ Պատկերացրու օգուտ չկա։ Դե Առնոյին ճանաչելով մեն դուք կարող եք իրան համոզել։ Մտքովս էլ չեր անցնի Արփի, որ քեզ հետ ստիպված կլինեմ իմ ու Առնոյի հարաբերությունների մասին խոսել։ Ալյան, արի բարձրանանք, տեսնենք, եթե Մարկը արթնացել է, դուրս գանք բակ, լավ։ Հա, Արփի, արի գնանք, իսկ Վրամը չի գալու։ Չգիտեմ, Ալյան։ Լավ, արի բարձրանանք։ Արի։ Հետաքրքիր է, Առնոն գիտի, որ քրոջից բացի աղջիկն էլ է Վրամին փնտրում։ Երեխեքը երբեք չեն սխալվում։ Եթե այս երեխեն կապվել է Վրամի հետ, ուրեմն այդ տղան չի կարող այդքան վատը լինել։ Ախմի։ Արամ, հասկանում եմ, դժվար է։ Լավ կլինի։ Անաֆեն իմ որ ուղղակի ղեկավար չէր։ Ինքը ինձ հորպես էր։ Իմ ընկերն էր։ Ու մինչև վերջել ինքը ինձ չի մոռացել։ Սամոն ասում է Վալտեր, բայց ասում էր թող Արամը գա։ Չէր համակերպվում, որ իմ հետ տենց է վարվել։ Արամ, լավ կլինի, մի մտածի։ Ես ես ամեն ինչը սենց չեմ թողնի։ Ուղղակի ուզում հասկանամ ինչքան ժամանակ այս փորձություններն ու անհաջողությունները ինձ հետ ապնդելու։ Ասում են միշտ անձրևից հետո արև է լինում։ Հա, բայց ես արև չեմ տեսնում։
Հասկանում եմ, Արամ, դժվար է հիմա քո համար, բայց դու չպետք է կոտրվես, որովհետև դու ավելի ծանր իրավիճակներից ես դուրս եկել, դու ուղղակի իրավունք չունես նահանջելու։ Դու միշտ պայքարել ես, իսկ իմ իմացած Արամը չի նահանջում։ Քո իմացած Արամը էլ չկա։ Չի Արամ, սենց չեղավ, սկսվեց էլի։ Իմ իմացած Արամը չգիտեմ, բայց այս Արամը ես չեմ ուզում, որ իմ դիմաց կանգնած լինի։ Ան ես հասկանում եմ, որ դու ինձ կատարյալ ես պատկերացնում, բայց ես սովորական մարդ եմ։ Սովորական թուլություններով ու կոտրված հույսերով։ Արամ, եթե դու այն ժամանակ կարողացար, հիմա էլ կկարողանաս։ Այն ժամանակ իմ պայքարն իմաստուն էր։ Չասես էլ տենց բան։ Դու առաջին հերթին քո համար ես պայքարում, ու ամենակարևորը դու ընտանիք ունես։ Դեռ ես ճիշտ ասում։ Դե ուրեմն գնացինք դուրս մի քիչ ման գալու։ Չի տրամադրություն չունեմ, չեմ ուզում։ Չեղավ Արամ։ Ես ոչ մի բացասական պատասխան չեմ ընդունում, գնացինք։ Արի։ Մտի։ Ինչ է եղել մամ։ Ինչ ես անհանգիստ։ Արնո տղաս, ինչի ես քրոջդ հետ այդպես վարվում։ Դուք հարազատներ եք, չէ։ Քույր ու եղբայր եք, չէ։ Նույն հորից ու մորից եք, չէ, ծնվել։ Մեղք աղջիկս, Արնո, ինչի ես այդպես դաժան վարվում։ Մենք արդեն խոսել ենք այդ թեմայով, մի քանի անգամ։ Ուրեմն իմ խնդրանքը քեզ համար արժեք չունի։ Մամա, ես դավաճաների ոչ մի շանս չեմ տալիս։ Իսկ աղջկան արդեն տվել եմ մի քանի անգամ։ Իսկ Արփին չես տվել, քանի անգամ ափախել քեզանից, քանի անգամ քեզ մերժել, իսկ դու միշտ վազել ես նրա ետևից։ Արփին քանի անգամ ես շանս տվել։ Իմ աղջիկը դրան արժանի չի, Արնո։ Արփին այս թեմայի հետ ընդհանրապես կապ չունի։ Սա լրիվ ուրիշ թեմա է։ Ինչի Արփին քեզ բանի տեղ չի դնում։ Դու նրա համար այնքան գոյություն չունես, որ երեք աղջիկդ հայտնվեց, իսկ այսօր Արփիի համար ընկերուհի է դարձել։ Արփին այնքան անտարբեր է քո նկատմամբ, որ Ալոնան քո աղջիկը չի։ Նրա համար ուղղակի երեխա է։ Իսկ դու աչք ես փակում ես բոլորի վրա։ Ինչ ես ուզում ինձանից։ Ինչ ես ուզում մամա ինձանից։ Աղջկաս եմ ուզում, աղջկաս։ 2 օր է գտել ես Ալոնային, 2 օր է, բայց արդեն ամեն ինչ անում ես նրա համար, կապվել ես նրա հետ, սիրում ես, իսկ հիմա ինձ ստիպում ես, որ հրաժարվեմ իմ աղջկանից։ Դու խիղճ ունես, Արնո։ Սիրելի մայրիկ, ինքն է իրան հասցրել այս վիճակին, ոչ ոք իրան չի խնդրել։ Ինչի համար։ Ինչ է արել։ Որ սիրում եմ մեկին, որին դու թշնամի ես համարում։ Ես նրան թշնամի չեմ համարում։ Նա իմ ամենավոխերիմ թշնամին է։ Ես դրան իմ ձեռներով պիտի ոչնչացնեմ։ Ու ցանկացած մարդ, ով անցնում է իր կողմը, դառնում է իմ թշնամին։ Դե ուրեմն քո աղջիկն էլ է քո թշնամին։ Ինչ ասեցիր։ Ինչ որ լսեցիր, Արնո։ Առավոտյան գիտես աղջիկդ ինչ էր ասում Արփին։ Ասում էր ուր է վռամը, երբ է գալու վռամը։ Դու այսքան սիրով ես շրջապատել Ալոնային, այսքան հոգատար ես նրա նկատմամբ, իսկ ես չեմ ուզում լսել վռամի անունը։ Ես չեմ ուզում լսեմ վռամի անունը իմ տան մեջ։ Արնո, Էվան իմ երեխեն է,
Ոնց որ Ալոնան քո աղջիկը, հասկանում ես թե չէ։ Դու հիմա ինձ համար նույնն ես, ինչ որ վռամը քո։ Վռամը քո աղջկան էր գերության մեջ պահում։ Հիմա դու ես իմ աղջկան գերության մեջ պահում։ Երիկա մամա։ Ես էլ չեմ ուզում այս թեմայով խոսամ։ Չնայած վռամը ավելի մարդկային է, քան դու։ Նա քո աղջկան փակի տակ է պահել, բայց ոչ գերի։ Իսկ դու Եվայիս արևի լույսից ես կտրում։ Դու ինձ ես սպանում, հասկանում ես։ Դու բոլորիս ուրացել ես։ Ես քեզ համար արժեք ունեմ։ Դու մարդ ես թե չէ։ Ասա, չեմ հասկանում։ Իմ տանջանքները, իմ տառապանքները քեզ համար ոչինչ են։ Լավ։ Ես կթողեմ, որ աղջիկը դուրս գա սենյակից։ Բայց դա տնից պիտի դուրս չգա։ Ես դրա մի պայմանով եմ թողում, որ դու ես պատասխան տալի աղջկատ համար։ Քո խնդրանքով եմ թողում։ Թեկուզ այդքանը առնա։ Մենակ դուռը մի փակիր վրան, խնդրում եմ։ Չմոռանաս, որ դու ես պատասխան տալի աղջկատ համար։ Չնայած ես գիտեմ, որ դա Եվայի համար արժեք չունի։ Արամ տեսար ինչ լավ արեցինք, որ տանից դուրս եկանք։ Սենց գոնե մի քիչ կցրվես։ Դու միշտ լուծումներ ես գտնում իմ համար։ Հա, Արամ, տանը մնալով ոչ մի բան չես փոխի։ Դե հա։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արամի հետ եմ խոսում։ Այո։ Ձեզ շինարարական ընկերության կադրային բաժնից եմ զանգահարել։ Դուք մեզ ձեր կենսագրականն էիք ուղարկել։ Կարող եք գալ հարցազրույցի։ Հա, իհարկե։ Երբ։ Վաղը ժամը 12-ին։ Շատ լավ։ Սպասեք։ Ով էր։ Աշխատանքի համար էին զանգել։ Լուրջ, որտեղից։ Չգիտեմ, ինչ-որ շինարարական կազմակերպությունից էր։ Ուղղակի այնքան շատ եմ CV տվել, որ չեմ էլ հիշում որտեղից էր։ Տեսար, որ ասում էի կզանգեին, իսկ դու չէիր հավատում։ Մինչև չընդունվեմ, չեմ հավատա։ Արամ, ինչի ես տենց ասում։ Դու քո գործը շատ լավ գիտես։ Հիմա մարդիկ կմտածեն, սենց տվյալներով տղան ինչի է գործազուրկ մնացել։ Չափազանցնում ես։ Արամ, չեմ չափազանցնում, դու ինձանից լավ գիտես։ Հա, մի բան էլ։ Իրանց ասա, որ դու շատ առաջարկներ ունես ու դեռ կմտածես։ Եկել ես ստրուկի տեսակցության։ Հաց ու ջուրը տուրա։ Կարաս դուրս գաս։